Իսկ սրանց ստեղծածը միայն վախի կոնգլոմերատ է, հասկանում եք, իրանք կնենց միած ստրուկտուրա են ստեղծել, որ չկա այդ գլուխը, որ կտրվի, հա, եթե մեկը դավաճանում է, բոլորը նրան են դավաճանում, այսինքն այդ վախի եւ շահի, այսինքն նրանք միավորված են վախի, նույն Փաշինյանը, երբ որ մեղավորությունը սենց բաժանում է, ոչ թե իր վրա, բոլորի վրա, նա պետք է ասի, ես ենթադրում եմ, որ եթե ես գնացի, ես ինքնաթիռ կնստեմ կփախնեմ, բայց դուք այն Աֆղանստանի պես ակերից կախվելու եք, էլի, եւ հնարավորություն է տալիս գողանալու, ասենք, եւ հնարավորություն է տալիս փող աշխատել, այսինքն այս վախի եւ շահույթի կոնգլոմերատ է ստեղծել, եւ այս վեհապար հայրերից ես չգիտեմ, տերդեր եմ ես ասում, հա, նրանց, այս տերդերները ինձ թվում է միակ բանը, որ կանգնեցին Փաշինյանի կողմին, բոլորի վրա կոմպրոմատ կա, թե հիմա գանձագողությունա, թե ջակուզի կոմպրոմատա, թե Բենտլի կոմպրոմատա, թե ինչ կոմպրոմատա, բայց ես ուրիշ ձև չեմ գտնում, որ նրանք կկանգնեին Փաշինյանի կողքին, հա, եթե մեկին էլ խոսքա տվե, որ սրանք հանեմ, հա, թորին քեզ կդնեմ, այդ Արցախի թեմի առաջնորդը ինչի համար պետք է գնար կանգներ Փաշինյանի կողքին, հա, մարդուն ընդհանրապես պետք է մի հատ դնցն ստուգել, այդ մարդը հայ է, ով է, թե Ադրբեջանի կողմից ներգրաված մարդ է, ով է այդ մարդը, ոնց կարա Արցախի թեմի առաջնորդը գնա կանգնի սրա կողքին, ուր եք այդ արցախցիք ջան, մենք հա դիրքորոշում պատրաստում ենք, մենք կհրապարակենք, բա Արցախցիք ջան, բա ուր եք դուք, այդ ձեր թեմի առաջնորդը ինչ է ձեր համար ընդեղ արել, այդ երկրից դուրս գալուց ուր էր ինքը, ինչ էր ձեր համար անում, որ ասենք մի հատ էլ եկել է հիմա Փաշինյանը, այդքան եկեղեցի տրվեց, հազարավոր եկեղեցիներ տրվեց հակառակորդին ու այսօր այս մարդը եկել է կանգնել այն մարդու կողքին, որ այդ հանձնել է